Գերսիվազը գնում է Սիավուշի մոտ։ Աֆրասիաբը բազմել էր իր գեղակառույց տղյակում, բայց անսովոր ներքին ցավից հուզվում էր ու բորբոքվում։ Մի օր շահը Գերսիվազին իր մոտ կանչեց և ասաց. «Քո խոսքերից իմ սրտի մեջ կրկին ծագեց նոր կասկած. ով Գերսիվազ, այժմ գնա Սիավուշի հետ մեկտեղ իմ դստերը, իմ սիրասուն Ֆարանգիսին բեր այստեղ. ինձ մոտ կա և լավ որսատեղ և մրցադաշտ գեղեցիկ, կարմիր գինին մառաններում փայլում են հանց մեղեսիկ. թող գա, գնանք որսատեղում ուրախանանք միմիջոց, այնտեղ լսենք նետի շառաչ, նժույգների խրխնջոց. պատճառ չկա, որ սեգնոջին նորից հիշի գահը հոր, քանզի ես եմ նրան տվել աստվածային մեծ շնորհ»։ Բայց չարամիտ Գերսիվազը լարում էր նոր որոգայթ, քանզի դևը նրա հոգում տարածել էր խոր արմատ։ Երբ վազեվազ գնաց հասավ Սիավուշկերտ ամրոցին, մի պերճախոս մարդ ուղարկեց, որ նոճու հետ բանակցի։ Նա պատվիրեց. «Սիավուշին ասա, ով շահ մեծանուն, քեզնից խելոք ու հզոր չկա իրան թուրանում, թող պերճաշուք նոր գահը քո, եկ ընդառաջ քո զորքով, դուրս արի Քոբերտ քաղաքից, դիմավորիր ինձ ոտքով»։ Գերսիվազի արագաճեպ սուրհանդակը բազմափորձ, հողմի նման սուլեց, գնաց անապատից մինչ ամրոց։ Նա գլխահակ գնաց մինչև Սիավուշի գահի մոտ, ասաց. «Ով դու ամրաբազուկ աշխարհի սեր ու կարոտ, քեզ եմ բերել Գերսիվազից փառավայել մի պատգամ, պետք է նրան ընդառաջես, ոտքով գնաս այս անգամ»։ Բայց կասկածը կրկին շարժեց Սիավուշի միտքը խոր, որովհետև կարպետի տակ տեսավ գաղտնի մեծ ջրհոր։ Ապա գնաց և իր ձեռքով բացեց բերդի դուռը փակ, բարեմաղթեց թե՛ արքային, թե՛ գահը երկնաթակ։ Գերսիվազը Աֆրասիաբից նոճում բերեց հրավեր. տիկնանց տիկին Ֆարանգիսին բազմաբազում նվերներ։ Սիավուշը պատասխանեց. «Բայց առայժմ շուտ է դեռ, թեկուզ ունեմ ուղևորման համար պատրաստ նժույգներ, բայց նախքան այդ, այս հոյակապ ոսկենկար ծաղկոցում մեզ նվիրենք գին արբուքի, բարեմաղթենք Աստծուն, քանզի ավեր այս աշխարհում շատ ենք տեսել ցավ ու վիշտ, անորոշ է մեր ապագան, անմեկնելի մեկ ընդմիշտ»։ Գերսիվազը այսպես խորհեց. «Սա հսկա է, խելացի, փղից ավել մեծ ուժ ունի և սուր ճանկեր, առյուծի։ Եթե տանեմ, Աֆրասիաբի մոտ գաղտնիքս կբացվի, ինձ ամոթանք, անեծք կտան իրանցի թե թուրանցի։ Այնուհետև իր բնույթին գտավ հարմար մի միջոց, հագուստները պատառոտեց ու տարածեց լաց ու կոց։ Սիավուշը տեսավ նրան վշտակեղեք ու նսեմ, ասաց. «Եղբայր, ի՞նչ պատահեց, խոսիր, ես էլ քեզ լսեմ, գուցե ցավիդ բուն պատճառը Աֆրասիաբն է մեծաշուկ,
թե քո հանդեպ վարվում է նա չար մարդու պես գթազուրկ։ Քեզ հետ կգամ, նրան կասեմ, ինչու համար ես ճնշում, Գերսիվազը իր օրերը ախ ու վախով է մաշում։ Ինչքան էլ որ թագավորը անզիջում է ու դաժան, կամրապնդեմ եղբայրության ձեր կապերը անբաժան։ Գուցե քեզնից բամբասել է քո թշնամին չարալեզու, դու հանգիստ կաց, այնպես կանեմ, ինչ որ սիրտդ է ուզում։ Գերսիվազը պատասխանեց. Ով անվանի Սիավուշ, հաստատ բան է, մենք բոլորս պիտի մեռնենք վաղ թե ուշ։ Ինչիդ է պետք այսքան շքեղ գյուղ ու քաղաք, գանձ ու գա, չէ որ գիտես, դաժան մահը լրտեսում է ամեն պահ։ Մանուչեհր և Աֆրասիա պարքաները շատ անգութ, իրան թուրան երկիրն արին ավերակի մոխրակույտ։ Աֆրասիաբը իր բնույթով ոխակալ է իծնե, այնպես կանե, որ քո հոգին ահրիմանը փախցնե։ Նրա դաժան ձեռքով մեռավ Էդրիրեսը մեր անմեղ, աշխարհն արավ արյան լճակ ու արցունքի հորդ հեղեղ։ Նա գլխատեց Նովզարշահին, միակ որդուն իր էջի, մի ցանկություն այժմ ունի, քեզ էլ նրանց պես ջնջի։ Ահրիմանը նրա հոգին պղտորել է քո հանդեպ, իր արածի համար շահը չի փոշմանի ոչ մի կերպ, այստեղ ունես քեզ ողջություն, միշտ կամեցող բարեկամ, բացի բարի ծեր Փիրանից, քեզ համար ես կամ ու կամ, չէի կարող այս ամենի մասին լինել համր ու լուռ, այժմ կարծեմ լավ հասկացար, թե ինչու եմ ես տխուր։ Սիավուշը նրան ասաց. Ով վեհասիրտ Գերսիվազ, դու կարծում ես բարկությունից զուրկ է միթե աշխարհն այս։ Աֆրասիաբին սիրում էի որպես բարի թագավոր, կարծում էի, թե ապագաս կդարձնի լուսավոր։ Ինչ հիմունքով նա ընծայեց ինձ երկնամաս, փող ու հող, այս գաղտնիքի մեկնությունը ոչ ոք լուծել չի կարող։ Բայց Աֆրասիաբ շահի հանդեպ և հույս ունեմ և հավատ, ինչ որ գիտեմ, կասեմ նրան, երբ որ հասնեմ ես պալատ։ Աֆրասիաբին ես ցույց կտամ սիրտն ու հոգին իմ պայծառ, գիտեմ, որ նա կհասկանա, ինձ կսիրի անպատճառ։ Ով որ ոտքի տակ տրորի սև գլուխը վիշապի, Աստված նրան շիտակ ճամփից չի մոլորի, չի խաբի։ Գերսիվազը պատասխանեց. Ով սիրելի բարեկամ, մի կարծիր, թե Աֆրասիաբից ավելի վատ մարդիկ կան։ Դեպի ճարտար իր արվեստով նա գրավեց սիրտը քո, քեզ պարգևեց իր դստերը, նա խաբեց իր ոսկով։ Քեզպես խելոք, բայց միամիտ մարդ չեմ տեսել դեռ կյանքում։ Թուրանի չար շահից դևը սարսափում է երկնքում։ Գերսիվազը և խոսում էր, և արտասվում կեղծաբար, սրտում գաղտնի որոգայթներ, շրթին քաղցր խոսքեր կար։ Այնուհետև շարունակեց. Կաց, մի շարժվիր դու տեղից, նա դավադիր իր գործերով ետ չի մնում չար դևից։ Աֆրասիաբին նամակ գրիր,
բայց քո մասին բողոքիր, ես անպայման ջուր կցանեմ նրա անզուս բորբոքին, եթե տեսնեմ ուրախության փայլ է գալիս երեսին, արագաճեպ սուրհանդակը լուր կբերի այդ մասին, իսկ թե տեսնեմ հակամիտ է, միտքը մութ է ու պղտոր, ես անպայման մարդ կուղարկեմ, չեմ հապաղի ոչ մի օր։ 120 ֆարսաղ էլոք Թուրանից մինչ Չինաստան ու 645 կարծեմ մինչև Ֆարսիստան։ Քաուշահը սպասում է քեզ հայրական կարոտով, շահի բոլոր խիզախները կառաջնորդեն քեզ ոտքով։ Մի հապաղիր, դու շուտապույտ նամակ գրիր ամեն կողմ, թամբիր քո ձին ու սլացիր դեպի Իրան ինչպես հող։ Սիավուշը պատասխանեց. Հավանեցի միտքը քո, իմ կնոջը ես կտանեմ, կհեռանամ իմ զորքով։ Սիավուշի նամակը Աֆրասիաբին։ Սիավուշը Աֆրասիաբին գրեց հուզիչ մի նամակ։ Թուրան շահին բարեմաղթեց առողջություն, երկար կյանք։ Սիավուշը նախ գովերքեց ամենատեսյակին, որ երկնային շնորհ բերի շահի գահին ու թագին։ Գրեց. անչափ կարոտել եմ, ով քաջարի թագավոր, ժամանակից շուտ հյուր լինել գիտսիր բնավ չեմ կարող։ Հիմա կինս, Ֆարանգիսը, հիվանդ պարկած անկողնում ինձ գամել է իր մահիճին, նույնիսկ որսի չի թողնում։ Երբ լավանա, անտարակույս մենք հյուր կգանք երկուսով, քեզ հետ մեկտեղ զրույց կանեմ ապագայի մեծ հույսով։ Գերսիվազը առավ նամակն ու սլացավ հանցքամի, շրթին ստեր որքան ասես, սրտում դավեր շնթալի։ Չորրորդ օրը հասավ շահի ճոխպալատը լայնաճեմ, իր եղբորը Աֆրասիաբին ողջագուրեց սիրաջերմ։ Ապա շահը նրան ասաց. ինչու այսքան շուտ եկար, չէ որ գալդ ու գնալդ պետք է տևեր դեռ երկար։ Գերսիվազը փակ նամակը հանձնեց շահին և ասաց. ճանապարհը մեծ չարչարանք ինձ հասցրեց անկասկած, իսկ երբ տեսա Սիավուշկերտ պերճ քաղաքը գեղեցիկ, ինձ թվաց, թե անձեռակերտ մի ամրոց է անարիք։ Բայց զարմանքս մի պահ տևեց, մթնեց աշխարհն իմ աչքին, քանզի նոճին ինձ անվանեց նսեմ մարդուկ դու չնչին։ Նա և ծաղրեց, և ծանակեց շահի գահը երկնաբարձ, ոչ խոսքերիս ականջ դրեց, ոչ նամակդ նա կարդաց, բայց ինձ ծածուկ հայտնի դարձավ, որ կապ ունի իր հոր հետ, Չինաստանից գաղտագողի բերում է գուրզ վեր տունետ։ Ով շահ, շուտով գլխիդ վրա պիտի պայթի մեծ ամպրոպ, առանց գահի պիտի մնա ողջ Թուրանը, խեղճ ու որբ։ Աֆրասիաբը ցասմամբ զինեց իր բանակը խաժադուր ու պատվիրեց հնչեցնել շեփոր, թմբուկ, ռազմագույժ։ Սիավուշի նամակը նա պատռեց, նետեց ոտքի տակ ու զայրույթից ձեռքը առավ
թշնամության սուր նիզակ։ Սիավուշը խորհրդակցում է Ֆարանգիսի հետ։ Չարագուշակ լուրը սրտում, աչքը ճամփին մշտատև, դողդողում էր Սիավարշան շահը ինչպես մի տերև։ Գեղեցկուհի Ֆարանգիսը տեսավ նրան թախծամած, ընկավ նոճու գիրկը, ապա ողջահառաչ հեկեկաց։ Նոճին ասաց. «Ինչ հանցանք եմ գործել ամբողջ իմ կյանքում, որ Թուրանի շահը իմ դեմ նոր դավեր է բորբոքում։ Եթե իրոք Գերսիվազը ճիշտ լուր բերեց ինձ համար, ուստի պետք է գնամ տաշեմ ես ինձ համար շիրմաքար»։ Իսկ գեղեցիկ Ֆարանգիսը արտասվում էր, հառաչում, մերթ թշերն էր արյունոտում, մերթ Աստծուն աղաչում։ Ապա դարձավ իր ամուսնուն. «Ինչ ես կանգնել դու մոլոր, չես տեսնում, որ ոսոխներդ սուր են ճոճում չորս բոլոր։ Ամեն կողմից քեզ են բերում հազարավոր վատ լուրեր, բայց վերահաս վտանգի դեմ կանգնել ես լուռ, անտարբեր»։ Սիավուշը պատասխանեց. «Իմ ոսկեծան Ֆարանգիս, եթե իրոք մեղք ունենամ, Աստված առնե թող հոգիս։ Իմ բարեկամ Գերսիվազը ինձ կուղարկի բարի լուր, նա չի թողնի, որ ես ընկնեմ օտար հողում դռնեդուռ»։ Սիավուշի երազը և նրա վերջին խոսքերը Ֆարանգիսին։ Վատ երազից Սիավուշը տեղից ելավ շեշտուղիղ ու մռնչաց ինչպես հսկա ամեհաձայն հարբած փիղ։ Ֆարանգիսը նրան ասաց. «Ինչ տեսար դու երազում, որ սարսափից վեր ցատկեցիր ու պապանձվեց քո լեզուն»։ Սիավուշը պատասխանեց. «Ֆարանգիս իմ լուսնահեզ, իմ երազը ես կպատմեմ, բայց այդ գաղտնի պիտի պահես։ Տեսա պղտոր ու սրընթաց մի անանցում հսկա գետ, իսկ գետափին մի մեծ խարույկ սևասքեմ մահու հետ։ Բազմացրի բոցերի մեջ հրդեհվում էր բերդը իմ, իսկ քո հայրը փղի վրա շրջում էր լուռ գետափին։ Այնուհետև խոր զայրույթով Աֆրասիաբը նայեց ինձ և գլխահակ թեքեց ճամփան ու հեռացավ ամրոցից։ Բայց ինձ թվաց, թե գետափին ամենաշեջ օջախում խորովում է անբիծ հոգիս Գերսիվազը արնախում։ Իսկ գեղեցիկ Ֆարանգիսը այսպես մեկնեց երազն այդ. «Քո թշնամին այժմ քո դեմ լարում է մեծ որոգայթ, բայց երազդ վատ երազ չէ, ես վատ բան չեմ գուշակում, Գերսիվազի խարդախ հոգին կաշկանդել ես քո ձեռքում»։ Բոլորաշուրջ լուսինն ելավ, կիսեց ճամփան մենավոր, Սիավուշկերտ բերդից գնաց մի հետախույզ ձիավոր։ Բայց քիչ հետո վերադարձավ, Սիավուշին ասաց, թե լուսինն երբ որ երկրի վրա փռեց շողերն արծաթե, դաշտում տեսա, որ Թուրան շահ Աֆրասիաբը չար ծնունդ մեր ամրոցի կողմն է բերում իր բանակը գունդ առ գունդ։ Այդ միջոցին Գերսիվազից նույնպես եկավ մի բանբեր, ասաց,
նոճին ինչու այսքան սառնասիրտ է անտարբեր։ Այսուհետև մի որոնիր աստվածային օգնություն, քանզի կենաց քո բաժակում Տերը լցրեց մահութույն։ Սիավուշը չհասկացավ, ինչ գաղտնիք կա երկնքի տակ, որն է սխալ այդ լուրերից, որն է ուղիղ ուշի տակ։ Իսկ աննման ֆարանգիսը այսպես խոսեց. ով քաջ մարդ, ազատման դուռ որոնեցիր, սակայն ընկար նեղ թակարդ։ Գնա, թամբիր քո նոժույգը ու հեռացիր Թուրանից, և քեզ և ինձ կգլխատի Աֆրասիաբը թունալից։ Սիավուշը պատասխանեց. ճիշտ էր իրոք երազն իմ, պարզ աղբյուրից ջուրը դառավ պղտոր առու, թանձր տիղմ, 1200 տարի ապրես թեկուզ լուսնի տակ, վերջը փոշի պիտի դառնաս հողի խորքում անհատակ։ Քո դղյակը թեկուզ հասնի մինչ աստղերի ծայրն անգամ, դարձյալ պիտի դու թույն խմես, ինչպես գինի քաղցրահամ։ Ոչ մի գիտոն չի գուշակի գաղտնիքներ աշխարհի, մարդ տվածով պիտի ապրի ու խավարում խարխափի։ Արգասաբեր քո արգանդը շուտով կտա մի պտուղ, քո պատվաստված քեյան ծառից պիտի աճի մի նոր ճյուղ։ Իմ ապագա քաջ զավակին դու կանվանես Քեյ Խոսրով, նա կդառնա անվանի շահ թագով, սրով ու ոսկով։ Այս ավերակ հողաշխարից մինչ երկնային փայլածուն, հզոր փղից մինչ մրջյունը ենթակա է Աստծուն։ Թուրանական հողում պիտի թողնեմ շիրիմն իմ անտեր, կամ թե գուցե իմ դիակը դառնա գայլի համեղ կեր։ Բայց իմացիր, քեզ էլ նույնպես կչարչարեն, կտանջեն, սակայն կգա ձեր փիրանը, քեզ կընդունի սիրաջերմ։ Քեզ կտանի և կպահի դղյակում պերճաշուկ, այնտեղ քեզնից աշխարհ կգա ազնվատոհ մի մանուկ։ Բայց քիչ կանցնի ժամանակից, և Աստծու մեծ կամքով հզոր գիվը Թուրան կգա, աշխարհհաստատ իր զորքով։ Խոսրով որդուս նա կտանի մինչև Սողդը ու Ջիհուն, մինչև Արիած Աթորանից պերճ քաղաքը, մինչև տուն։ Որդիս այնտեղ կմեծանա ու կստանա շահի թագ, իր ձեռքի տակ նա կունենա բյուրաքանակ ծով ցամաք։ Գարնան մի օր, երբ գետինը կտարածվի կանաչով, իսկ սարերը կհուրհրան արյունատես կակաչով, այն ժամ Խոսրով որդիս կգա, այստեղ սրի կքաշի, ողջ Թուրանում կտարածի հող ու մոխիր ու փոշի։ Դու կտեսնես շատ դրոշներ, կարմիր կանաչ ու դեղին, Ռոստամզալը չի ավերի ողջ Թուրանը անտեղի։ Իսկ իմ արյան քենի համար և առ այսօր և հետո Թուրանական հողում երբեք չես տեսնի լավ երեկո։ Մնաս բարով, իմ ֆարանգիս, հեռանում եմ մեկ ընդմիշտ, իմ վախճանից հետո պիտի կրես բազում ցավ ու վիշտ։ Ու երկուսով իրար գրկած
արտասվեցին ողբաձայն, նրանց լացի ձայն անգամ սարեր, ձորերն էլ անցան։ Սիավուշը կոմից բերեց արագաճեպ իր սև ձին, հողմից ահեղ սլացք ուներ այդ նժույգը հրածին։ Այնուհետև ձիուն գրկեց ու փսփսաց ականջին. այժմ լսիր իմ ողբակոց աղաչանքին հառաչին, իմ զավակը, Քեյխոսրովը, երբ կգա այս հողը պիղծ, տուր քո սանձը ձեռքը նրա, միշտ հնազանդ, ինչպես ինձ։ Եվ մոռացիր գոմը խաղաղ, եղիր նրան օգնական, քո սմբակի տակ ջարդոտիր, ինչքան վայրագ թուրքեր կան։ Աֆրասիաբը ձերբակալում է Սիավուշին։ Թուրք բանակի հոծ գնդերը պաշարեցին Սարուձոր, կռվի ելան նիզակահար թե հետևակ, թե հեծվոր, բայց իրանցի ռազմիկները կանգնել էին լուռ, շվար, այդ միջոցին չգիտեին ինչ ել գտնել, ինչ հնար։ Սակայն նրանք Սիավուշին բողոքեցին անհամբեր. ով լուսամիտ, չես տեսնում, որ օղակվել է զորքը մեր, թույլ տուր կռվենք, կամ թե մեզ հետ մի բան խոսիր ու դատիր, ոչ ոք մեզնից չի ցանկանում մեռնել նսեմ անպատիվ։ Ինչ խորհուրդ տամ, ասաց զորքին Սիավուշ այդ պահին, եթե կռվենք, այդ կլինի մեծ նախատինք մեր պատվին, անվայել է կտրիչ մարդուն դիմել կռվի և ուժի, թե կռվեմ էլ, Աֆրասիաբը հաստատ գիտեմ չի տուժի։ Ով որ ծնվեց չար աստղի տակ, նա դժբախտ է իր կյանքում, այս լավ միտքը ավանդել է մի բան իմաց իմաստուն։ Ապա դարձավ Աֆրասիաբին Սիավուշը անհամբեր. հնարամիտ ով փադիշահ, դու ցամաքի ծովի տեր, որ հանցանքիս համար ես դու կռիվ մղում, ով արքա, կամ ինչ մեղք եմ գործել քո դեմ, թե մի ուրիշ պատճառ կա։ Բայց չարամիտ Գերսիվազը խոսեց շահի փոխարեն. դու կոչեցիր, որ շահի դեմ պատերազմի փող հարեն։ Սիավուշը պատասխանեց. մի բարբարիր նենգամիտ, ով դավադիր, քեզ լսելով թակարդ ընկա ինչպես վիթ։ Անմեղ մարդիկ դեռ շատ պիտի թափեն արցունք ու արյուն, բայց Իրանում և Թուրանում դու կունենաս վատ անուն։ Այնուհետև Աֆրասիաբին ասաց քաջը զորընդեղ. ով թագավոր, աշխարհն արիր արյան գետեր ու հեղեղ, ինձ գլխատիր, բայց այսուհետ չես ունենա հանգիստ քուն, քանզի անմեղ մարդու վրա հարձակվեցիր դու թաքուն։ Ականջ դրիր ուխտադրուժ Գերսիվազին բանսարկու, կգա մի օր, թշնամաբար չեք վստահի մեկ-մեկու։ Իսկ խորաման Գերսիվազը այդ խոսքերից զայրացավ. պետք չէ, ասաց, թշնամու հետ լինել այդքան սրտացավ։ Ապա շահը հրամայեց, որ արիացոց նիզակեն, այնպես նետեր արձակեն, որ մեռելներն աղմկեն։ Սակայն կռվից մի կողմ կանգնեց Սիավուշը ռազմազեն, արգելակեց իր քաջերին, որ թուրքի դեմ չվազեն։
Աֆրասիաբը իր բանակին մարտակոչի էր կանչում, պատերազմի ասպարեզում զենք ու զրահ էր շաչում։ Սիավուշը իր ձեռքի տակ ուներ 1000 թիկնազոր, մենամարտում մեկը մեկից հնարամիտ ու հզոր, և բոլորը քաջի մահով կռվում ընկան անհառաջ, հողը նրանց արյուն գույնից եղավ կարմիր ու կակաջ։ Իսկ բիրալից Սիավուշը իր նժույգից ընկավ ցած ու թավալվեց գետնի վրա, կարծես գինով էր հարբած։ Իսկ գուրուը կապկպում էր և հարվածներ էր տեղում, քաշքշելով նոճուն, տարավ դրեց ճամփի մեջտեղում։ Այնուհետև Սիավուշին պատառոտված արյունոտ տարան մինչև բերդաքաղաք թուրանական շահի մոտ։ Հեռու տարեք, ասաց շահը ատելությամբ, զայրույթով, տարեք դաշտում բիզը կտրեք կացինով կամ թեթրով, այնպես արեք, որ արյունը թափվի միայն չոր քերծին, որ նոր արմատ այսուհետև ծլարձակել չփորձի։ Բայց թուրանի զորքը գոչեց. «Ով Աֆրասիաբ մեծանուն, դու իզուր ես այս անմեղին մահվան պատիժ սահմանում։ Ողջ Իրանը պիտի սգա քաջի համար իր պայծառ, իսկ քո ձեռքով դու տնկեցիր քինապտուղ թույնի ծառ»։ Ձեր Փիրանի քաջ եղբայրը ծառայում էր բանակում, մեծ ու փոքր փիլսում էին ասում ազնիվ այդ մարդուն։ Աֆրասիաբին այսպես խնդրեց. «Ով երկնային դու պարգև, բազում անգամ ծանր բեռ ես դնում ուսին քո թեթև, այդքան չնչին բան մի կարծիր այս եղեռնը քո անգութ, Ահրիմանը երբ է տվել մարդկանց բարիք կամ օգուտ։ Անմեղ մարդուն մի գլխատիր, մի անիծիր թուրանին, մի նորոգի հին վերքերը Քաուշահի, Ռոստամի, թե չես կարող նոճու գլխին դնել շահի ոսկեթակ, մի գլխատիր, նրա մահը մեզ կբերի մեծ փորձանք։ Դիր պատյանում թուրանակերտ սուր դաշույնը քո ռազմի, քանզի մահից հետո ոչ ոք աթոռին չի բազմի։ Մոռացել ես աշխարհասաստ մեծ քաջերին Իրանի, թե չես հիշում, հիմա կասեմ անունները մի առմի։ Հիմա առյուծ պատառոտող քաջ Գուրգինին ու Թուսին, հնարամիտ մեծ Ֆահրադին, փղից ուժեղ Գուդերզին, ամրամազուկ Ռոստամզալը կհարձակվի վագրի պես, նրա ահից թուրանը դու պիտի թողնես ու փախչես։ Քո դեմ կգա կռվից անկուշտ Քաուշահը ոսկեթակ, քանզի ունի ընտիր քաջեր, արյուծի և հետևակ։ Կգան նաև Ֆարիբուրզը, Գոսթեհեմը, Զևարան, Ֆարամարզը, Գեժդեհեմը, Բահրամը և Շավերան, և թուրանը նրանք կանեն նշանառոմի վահան, ոչ գորույը կդիմանա, ոչ դեմուրը անվարան։ Դու լավ գիտես, որ Փիրանը պատերազմում չի հոգնի, բայց երբ տեսնի այս եղեռնը, նա քեզ բնավ չի օգնի։ Աֆրասիաբը շատ հավանեց Փիլսոմի այդ միտքը սուր, բայց չարամիտ Գերսիվազը շահին վավ բան չէր ասում։
Նա ամոթը մի կողմ դրեց, ասաց. «Ով շահ երկնաթակ, ականջ մի դիր դու Փիլսոմի խորհուրդներին սին դատարկ, ոտքի տակ է նրա գանգը, ջարդիր, ինչ է պատահել, երբևիցե ով է լսել օձին ներում շնորհել, հարկա այժմ մտածել, թե ինչն է սխալ, ինչը ճիշտ, ով թշնամուն չի գլխատում, անիծվում է մեկ ընդմիշտ»։ Ապա գորույ զարե հսկան գոր դեմուրի հետ մեկտեղ եկան, թե շահ մի խնայիր մեր ոսոխին այլացեղ, Գերսիվազի խելոք խոսքին ականջ արա ու դատիր, զի թշնամուդ ջախջախելով դու կստանաս մեծ պատիվ։ Սա մեղք չունի, ասաց շահը, չի տա վնաս ինձ երբեք, բայց իմաստուն խոսք է ասել ինձ մի անգամ մի մոբետ, Սիավուշը եթե ապրի, ոչ վնաս է, ոչ օգուտ, իսկ թե մեռնի, ցավ ու տանջանք պիտի բերի քո հոգուտ։ Նրա մահով արևն անգամ պիտի կորչի փոշու մեջ, բազմաբազում արյած զորքը թուրան կգա մեջընդմեջ։ Սիավուշին ազատելը և տանջանք է, և հարված, գլխատելով նոր վրեժի հիմք եմ դնում անկասկած։ Այս անիմաստ փուչ աշխարից ուսում առանք իբրև թե, ոչ հիմարը բան հասկացավ, ոչ խելոքը բան գիտե։ Ֆարանգիսի լաց ու կոծը Աֆրասիաբի մոտ։ Ֆարանգիսը չոքեց գետին, գլխին ցանեց մի բուռ հող, արտասուքով ասաց. «Ով շահ, հնարամիտ ու կարող, մոլորվեցիր շիտակ ճամփից խաբեության պատրանքով, դու ուզում ես մոխիր դառնա Թուրանը քո հանցանքով, կույր աչքերով դու մի նայիր գահից գետին, ով արքա, չէ որ ճորտից մինչ ազատը քո կամքին է ենթակա, մի գլխատիր անմեղ մարդուն, արարիչը չի ների, նա ծնողից փախավ, որ քեզ դառնա նեցու կանթերի, գալով քեզ մոտ վիշտ պատճառեց թե իրանին, թե շահին, որ քո գահը հաստատ մնա ու խորտակվի թշնամին։ Սրահ կոչված այս աշխարհում մեզնից ոչ ոք չի մնա, ով մեկ անգամ աշխարհ եկավ, մեկ անգամ էլ կգնա։ Աստված մեկին ոսկե թագով խորշիրիմ է ուղարկում, ով որ զուրկ է թագից, գահից, շահանշահ է նա կարգում։ Աշխարհում կա երկու ճամփա, մեկը երկար, մյուսը կարճ, մեկը դեպի գահն է տանում, մեկը գահից մինչև հարճ։ Այդ երկուսը մեկ է, պիտի վերջի վերջո հող դառնան, էլ ինչու ես վատ ճանապարհ դու որոնում անպայման։ Ամեն մի մարդ պիտի գործով շիտակ լինի իր կյանքում, երբևիցե թե չի ուզում, որ խճճվի ծուղակում։ Մի հավատա Գերսիվազին, նա խարդախ է, խաբեբա, միթե շահը չի հասկանում, որ աշխարհում անեծք կա։ Ֆերիդունը գիտես ինչպես ջարդեց գանգը զոհակի,
այդ չարագործ արյունարբու Ահրիմանի զավակին, կամ ինչ թողեց Մինուչեհր շահը ամբողջ Թուրանում, Սելմ ու Թուրի հետ վաղորոք հող են դարձել դամբանում։ Մի մոռանա, Քաուր շահը կենդանի է, ունի գահ, ողջ Թուրանը Ռոստամզալից պիտի տեսնի ահ ու մահ։ Չես մոռացել ամրաբազուկ Գիշտևազյան Գուդերզին, նա առյուծ է պատառուտում առանց սրի ու գուրզի։ Փահլևանի թուրը նույնպես չնչին բան են համարում, քաչ Ռահամը հսկազանգին հզոր գիվը աշխարում։ Ապա հիշիր Խիզախթուսին, Գութեհեմին, Գուրգինին և Աշկեկին, մեծ Բահրամին, Շեդուշին ու Բորզինին։ Դու քո ձեռքով պատրաստեցիր քո դեմ հարված մահաբեր, հետագայում կհասկանաս խոսքի կինը քո դստեր։ Որս չես անում, որ ես ասեմ, վայրի ցիր է վայր գցում, քաջ որսորդը որսից առաջ աղոթում է Աստծում։ Սիավուշի քենի համար չէ, որ Աստված կպատժի, իմ խոսքերից գուցե սիրտդ նրա հանդեպ գութ շարժի։ Շահը պիտի ներող լինի, խելքով բարի պետություն, շահի համար ավելորդ են բռնություն ու խստություն։ Ապա փետեց իր մազերը, թափեց աղի արտասուք, գլուխն ամբողջ, հողաթաթախ, մարմինը մերկ, սիրտը սուկ։ Գուրույ Զարեհը սպանում է Սիավուշին։ Քարապատնեշ ամրոցի մեջ կար մթապատ մենախուց, ուր որ անգամ ոտք չէր դրել մարդ էակը դեռ վաղուց։ Ֆարանգիսին քաշքշելով տարան դեպի մենարան, դռան վրա պահակ դրին և ամրակապ հենարան։ Բայց այդ պահին Սիավուշը բացականչեց. «Ով Աստված, իմ սերնդից դիր պատված ճյուղ, հզոր ձեռքով քո հաստված, որ նա լինի և լուսեղեն, և հրացայտ հանց արև, և բոլորից բազմագիտուն խիզախ զինվոր, հանճարեղ, որ իմ քենի համար առնի Աֆրասիաբից մեծ վրեժ և գրավի Մեհյանասուրբ Բերդքաղաքը իմ կանգդեշ»։ Եվ Փիլսոմին այսպես խնդրեց. «Ով անվանի նետաձիգ, թող Թուրանը լոկթել լինի, իսկ դու անծայր մի կծիկ։ Ինձնից բարև տար Փիրանին, քո եղբորը բարեպաշտ, ասա շահի թագը առան, գլխիս դրին զոհի տաշտ»։ Չար գուրույը Գերսիվազից առավ Հատումի դաշույն, առանց խղճի պատկառանքի նա գլխատեց սեկ նոճուն։ Այնուհետև արյունալից տաշտը թափեց մի չոր տեղ, այդ արցունքից մի բույս աճեց, մի բորբ ծաղիկ ոսկեգեղ։ Աստված գիտե, թե ոնց աճեց այդ ծաղիկը կարմրախայտ, խուն Սիավուշ է անվանում այդ ծաղիկին ամեն մարդ։ Ժողովուրդը ամենուրեք թափեց անեծք ու լուտանք և գորույին անվանեցին
Ահրիմանի չար զավակ։ Մահից հետո ինչի եմ պետք հող ու քաղաք, թակ ու բերդ, արեգակը և լուսինը թող խավարեն աստղած հետ։ Թե երկնքում ինչ գաղտնիք կա, մտածում եմ շատ վաղուց, ուժից վեր է լուծել սակայն նույնիսկ չնչին մի հանգույց։ Դու այս կյանքի խոր ցավերը մի դարձրու քեզ ընկեր, սրահ կոչված այս աշխարհը դատարկ տուն է, մահու բեռ, այս հողաբույր օթևանում միշտ խոսում է արյան գետ, ինչ որ եղավ, պիտի լինի, չես խուսափի ոչ մի կերպ։ Սիավուշկեր տապարանքից նորից լսվեց լաց ու կոց, Ֆարանգիսի ձայնը հասավ մենախցից մինչ փողոց։ Նա ճղատեց իր շորերը ու երեսը վարդաշուկ, սև աչքերից ամպի նման թափեց աղի արտասուք։ Աղաղակի ձայնը հասավ Աֆրասիաբի ականջին, Գերսիվազին ասաց. լսիր հրամանը իմ վերջին։ Իմ աղջկան քաշքշելով տարեք հեռու մի խուլվայր, կամ ամրոցի բարձր պատից նետեք նրան դեպի վար, թող որ մարդկանց առջև դառնա ամոթահար ու նսեմ, որ Թուրանում երբևիցե նա չցանի քենի սերմ։ Սիավուշի պատված ծառից թող չլինի բերք ու բար, թող կործանվի գահը նրա իր բերդի հետ հավասար։ Բայց այդ պահին շահի զորքը աղաղակեց դառնաճիչ, Աֆրասիաբին անվանեցին արյունախում ու դահիճ, հոգին խոցված Հեզ Փիլսոմը աղաղակով, արցունքով ներկայացավ Ֆերշիդ վարդին ու լեհակին այս խոսքով. լավ է, որ մարդ դժոխք գնա, քան Աֆրասիաբ շահի մոտ, մեր աշխարհում ոչ հանգիստ կա, ոչ ազնիվ մարդ սրտամոտ։ Գնանք և այս դեպքի մասին տեղյակ պահենք Փիրանին, գերիների բախտը պետք չէ հանձնել մարդկանց Թուրանի։ Ու թամբեցին երեք նժույգ, հողը առան ոտքի տակ, փոշու ամպը վեր բարձրացավ մինչև երկինքը կապուտակ։ Նրանք հասան ծեր Փիրանի ապարանքը զորանիստ, Սիավուշի մահվան մասին զեկուցեցին դառնախիստ։ Ծեր Փիրանը չէր սպասում մի այսպիսի դաժան գործ, նա շորերը պատառոտեց ու տարածեց լաց ու կոց։ Բայց լեհակը ասաց նրան. ով անվանի փահլևան, Աֆրասիաբը որոշել է նույնիսկ կախել աղջկան։ Ու Փիրանը հրամայեց. բերեն ընտիր նժույգներ, որ շուտափույթ նա ռուինի, Ֆերշիդ վարդի հետ մեկներ։ Փիրանը ազատում է Ֆարանգիսին։ Ծեր Փիրանը անքուն օրեր ճամփա կտրեց հոգնատանջ, եկավ, հասավ Աֆրասիաբի ապարանքը օր առաջ, տեսավ շփոթ հանդեսի մեջ ամեն փողոց, ամեն տուն, ասես իրոք նոր էր եղել մեռելների հարություն, տեսավ նաև Ֆարանգիսին արտասվաքամ ու թախծոտ, նրա գլխին շողշողում էր մահվան սուրը մահաբոտ։ Ֆարանգիսը աղաղակեց. ով փահլևան բարեգութ, չէի կարծում,
որ ապագա սև կլիներ, այսքան մութ։ Եղեռնալուր ծեր Փիրանը ընկավ գետին վշտացեց, հագուստները պատառոտեց, մանկան նման արտասվեց։ Աֆրասիաբի գլխում իրոք ճիշտ են ասում, խելք չկա, իր փեսայի կյանքը խլեց, մահ է սաստում աղջկան։ Ապա դարձավ բանտապահին, ասաց. թողեք մինչև գամ, ես կբերեմ թուղթը ներման Աֆրասիաբից չարակամ։ Նա վազևազ գնաց, ասաց. ով Աֆրասիաբ խորագետ, դու Թուրանի երկիրն արիր մի հուսահատ արյան գետ, գուցե նորից Ահրիմանը հոգու խորքն է քո մտել, որ մեր պայծառ օրը արիր մթաշխարի երեկո։ Այսուհետև նսեմացավ թագը գահը քո վսեմ, խաղաղ մարդիկ նորից պիտի պատերազմի ձայն լսեն։ Մարդիկ կասեն Աֆրասիաբը կարճամիտ է, անխոհեմ, Սիավուշի մահվան համար անշուշտ պիտի քեմ պահեն։ Կանցնեն օրեր ու տարիներ, կփոշմանես անպատճառ, ով գիտի, թե ինչ պատիժ է Աստված պահել քեզ համար։ Սիավուշին գլխատեցիր, ինչու կպար քո դստեր, նա ոչ գահ է քեզնից ուզում, ոչ հողամաս, ոչ ջորտեր։ Քո արարքով նսեմացար Իրանում թե Թուրանում, հղի կնոջ գլխի վերև, ով է արդյոք սուր հանում։ Ով Աֆրասիաբ, մի տրորիր դու իմ սիրտը խորախոց, աղաչում եմ, Ֆարանգիսին թույլ տուր տանեմ կանանոց։ Եթե շահը երեխայի մասին է լոկ երկմտում, երբ որ ծնվեց, անտարակույս ետ կբերեմ ես քո տուն։ Այն ժամանակ նրա մահը դու կտեսնես քո ձեռքով, բայց համբերիր, որ աշխարհ գա բնականոն երկունքով։ Աֆրասիաբը պատասխանեց. համաձայն եմ, ով Փիրան, բանտից դուրս բեր, տար կանանոց իմ աղջկան նրբիրան։ Ձեր Փիրանը Ֆարանգիսին տարավ առանց նեղության, թուրանական հողից անցավ, գնաց հասավ մինչ Խոթան։ Նա երբ հասավ իր դղյակը, լսեց ուրախ աղաղակ, աղաղակի ձայնը հասավ ապարանքից մինչ լուսնյակ, իր կնոջը Գյուլշահերին ասաց. ով կին լուսնահես, տար կանանոց Ֆարանգիսին և ծառայիր ջորտի պես։ Բախտանիվը պտույտ գործեց բավականին ժամանակ, Ֆարանգիսը աշխարհ բերեց գեղեցկատես մի զավակ։